Տիկին Պողոսյան քաղաքական կուսակցությունների քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ են ընթանում, արցախցիները հանդիպում են, կխնդրեի ներկայացնեք մինչ այժմ ովքեր են եկել եւ ովքեր պետք է գան։ Մինչ այսօր արդեն 3-4 օր է, շատ ակտիվ հանդիպումներ ենք ունենում։ Այսօր մեզ այցելել էին Հայաստան դաշինքը, լայվ կայացելի Հանրապետական կուսակցությունը, Բևեռը, պարոն Բազեյանը, շատ-շատերն են այցելել։ Մենք բաց ենք բոլոր քննարկումների առջև եւ ամենակարևորը, որ այստեղ իրենց առաջարկներով են գալիս եւ պատրաստակամություն են հայտնում աջակցել մեզ մեր պայքարում։ Շատ կարևոր է, որ լինի ներքին կոնսոլիդացիա եւ բոլորս համախմբվենք հանունի, ինչի համար ենք պայքարում։ Եվ իսկապես, երբ որ այս նախաձեռնությունը սկսվել էր, երբ որ բազմաթիվ երիտասարդներ հավաքվեցինք մեկ նպատակի շուրջ, հենց առաջինը հանուն Հայաստանի եւ Արցախի լինելիության համար էր։ Եվ այսօր օրակարգում հենց դա է, հանունն է։ Եվ շատ կարևոր է այս բանին ընդգծել, որ հասարակական սեկտորն էլ շատ ակտիվություն է ցուցաբերել, մոտ 25 ավել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն ենք, ովքեր որ հայտարարություն կտարածեն իրենց ի աջակցություն արցախցիների իրավունքների։ Եվ այստեղ շատ կարևոր պայքարի փուլ ենք անցել, այս ատելության քարոզը դատապարտելի է բոլորի կողմից, եւ ես խնդրում եմ, եթե կա հնարավորություն, միանանք եւ այս քարոզի պայքարը ավելի հիմնավորել եւ պետք է մենք դատախազություն հաղորդագրություն ներկայացնենք, հանցագործները միանշանակ պետք է պատժվեն, որովհետեւ մի մատատիկի պատժում են ընդհանրապես մի չգիտեմ ինչ է ասել, իսկ այսօր կառավարության ամենավերևի օղակից մինչև ներքևի օղակը, սկսած անեծքներից, կներեք հայհոյանքներից, ամենայն վատ բառերով, որ արտահայտվում են արցախցիների նկատմամբ, պետք է անպատիժ չմնան։ Եվ ես մի շատ կարևոր բան ենք այս ամեն ինչում ֆիքսում բոլոր քաղաքական կուսակցությունների հետ էլ հանդիպելով կամ հասարակական սեկտորի հետ, որ Արցախից տեղահանված մարդիկ ռեսուրս են Հայաստանի Հանրապետության համար եւ պետք է մենք կարողանանք այդ ռեսուրսը տեղին օգտագործել։ Այսօր մենք կորցրել ենք մեր վահանը, դա Արցախն էր, որ այսօր փորձում են ներկայացնել, որ Արցախը բեռ էր, ոչ, Արցախը վահան էր, Արցախը ջուր էր, հաց էր, հացահատիկ էր, այսպիսի շատ պատճառներով կարող ենք հիմնավորել, որ Արցախը բեռ չի եղել Հայաստանի Հանրապետության ուսերին, որը մեր այս կառավարությունը փորձում է այդպես ներկայացնել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։